Մեկ-մեկ են փոշտի թվերն եմ հիշում։ Հələ ասա տենամ դու էլ ես հիշում։ Ասա այդ մոռանալու թվերա որ չհիշեմ։ Պատվեր կընդունեք, համարն ասեք։ 44, 90 եւ այլն։ Կամ ասում էին զոլտը հեգծեմ սպասի, հենց հիմա կմիացնեմ։ Կամ էլ ասում էին սպասեք կմիացնենք ու անջատում էին։ Հենց իջնում էինք պատվալ մի վեդրա կարտոշկա բերելու, հեռախոսը զանգում էր 3 վայրկյանում շնչակտուր վազելով հասնում էին հեռախոսի մոտ ու ալո հա ալո։ Մեկ-մեկ էլ ասում էին պատվերն ընդունված է, սպասեք ու այդպես էլ մնում էինք սպասելով։ Հələ ասա տնամ ձեր փոշտ իշխատողնին ոնցնին։ Մինչև մի պատվեր ես սպասեմ, թե միացնամին։ Ասելը սենա, որ նման օրինակ դժվարություններին միևնույն է ժամանակ էինք գտնում հարազատների որպիսությունն իմանալու համար, հարազատների հետ շփվելու, տեսնելու ու խոսելու համար։ Թե զանգով կլիներ, թե գնալ գալով կլիներ։ Այդ ժամանակ մարդիկ խորովածը դրսում էին անում, անցվորներին էլ փայ էին տալիս, իսկ հիմա տանն են անում, որ համոհոտը տանից դուրս չգա։ Այ ցավը սա է։ Հենց այս դարում, որ ամեն ինչ ստեղծվեց, որ մարդիկ իրար ավելի մոտ լինեն, իհակառակ մարդը դարձավ ավելի միայնակ, քան երբևէ։